Ողջույն սիրելիներս, մենք այսօր նորի կրկին հանդիպեցինք, այսօր ուզում եմ խոսել 7 թվի տակ ծնվածների մասին, ասեմ, որ այս թվի ներքո ծնված անձիկ բավականին ունիկալ բնավորության գծեր ունեն և շատ առանձնանում են իրենց շրջապատից, խոսքը վերաբերում է ամսի 7-ին, 16-ին, 25-ին ծնվածների մասին, այսինքն 16-ի և 25-ի նիշերի գումարը կազմում է ևս 7, իհարկե ինչպես նախորդ անգամները ես ասել եմ, 16-ը և 25-ը ունեն մի փոքր այլ առանձնահատկություններ, բայց ընդհանուր առմամբ ես խոսում եմ 7 թվի էներգիաների մասին, ինչպես արդեն ասացի, 7 թվի տակ ծնված մարդիկ ունեն շատ հետաքրքիր աուրա, նրանց աուրան ամենամեծն է ըստ թվագիտության և կազմում է մոտավորապես 2.5 մետր տրամագիծ ունի և դա նորմալ ժամանակ, երբ իրենք ռեսուրսի մեջ են, երբ ճնշված են, երբ տրամադրությունը այն չէ, երբ սեփական ինքնագնահատականը իջնում է, այդ աուրան կարող է սեղմվել, փոխել իր չափերը, այն ժամանակ 7 թվի տակ ծնվածների միտքը և էգոն սկսում են շարադրել, ուրեմն ստեղծել, հորինել ինչ-որ պատմություններ իրենց այդ վիճակից դուրս դնելու համար և քանի որ նրանց համար չէ այդ ճնշված իրավիճակը, նրանք չեն սիրում հաշտվել այդ իրավիճակի հետ, բայց դրա դեմ պայքարելու համար իրենք սկսում են ստեղծել իրենց համար ինչ-որ պատմություններ և այնքան են սկսում հավատալ դրան, որ իրենք դառնում են իրենց, այսպես ասած, հորինած պատմությունների ինչ-որ միտեղ նաև կարող ենք ասել զոհը, ես այդ բառը չեմ սիրում, բայց այնուամենայնիվ ավելի տիպիկ նկարագրելու համար այդ բառը օգտագործեցի, դուք կարող եք հասկանալ ավելի մեղմ, ավելի սուր, ինչպես որ ցանկանում եք։ 7 թվի տակ ծնվածների համար պետք է շատ կարևոր է հասկանալ, որ նրանք ունեն եզակի հնարավորություն մարդկանց ոգեշնչելու, մարդկանց ապրեցնելու, ապրելու գեղեցիկ կյանքի գեղեցիկ կողմերը ցույց տալու, հուշելու և եթե նրանք ռեսուրսի մեջ են և գտնվում են տվյալ թվի դրական վեկտորի էներգիաների ներքո, իդեպ ասեմ, որ 7-երը իրենց տեսակով առանձնահատուկ են նրանով, որ նրանց շուրջը կարևոր չէ, որ 7-ը պարտադիր ինչ-որ ակտիվություն ցուցաբերի շրջապատում, շատ խոսի կամ իրեն ինչ-որ կերպ փորձի առանձնացնել շրջապատից, շրջապատը ինքն իրենով արդեն կարողանում է ուշադրություն սևեռել 7 թվի տակ ծնվածների 7-ի, 16-ի, 25-ի ամսաթվերի տակ ծնվածներին, որովհետև նրանք հետաքրքիր փայլ, հետաքրքիր առանձնահատուկ ուրեմն աուրա ունեն, որը որ բոլոր մարդիկ կարողանում են զգալ, իհարկե զգացողությունները հասարակության մեջ կարող է տարբեր ձևով արտահայտվել, բայց կարևոր է ուրեմն 7 թվի ծնվածների համար հասկանալ դա, որ իրենք ունիկալ են և եթե կարողանում են իրենց ունիկալությունը զգալ և դրանով ապրել, ապա նրանց աուրան ընդարձակվում է էներգետիկ, ուրեմն հոսքերը գնում են դեպի դրական ուղղությամբ, իսկ կյանքի սցենարները դասավորվում են ամենալավագույն ձևով։ 7-ի համար կարևոր է հասկանալ, որ իրենք լույս աշխարհ են եկել կյանքն ավելի բարեկեցիկ դարձնելու համար իրենց շրջապատի համար և նրանք հետաքրքիր նրբազգաց ուրեմն աչք և միտք ունեն, նրանք կարող են նկատել նույնիսկ անգամ փոքրիկ դետալները, որ շատերը կարող են չնկատել և այդ փոքրիկ դետալներով կարող են ուրեմն ուրախանալ և ոգեշնչվել, բայց միշտ չէ, որ 7-երը նման ուրեմն բնավորության գծեր են ունենում, որովհետև նրանք շատ հաճախ, եթե շրջապատը չի կարողանում ուրեմն գնահատել 7 թվի տակ ծնվածների ուրեմն դրական հատկությունները, շատ են նրանցից ինչ-որ պահանջներ ունենում կամ
ավելի շատ են պահանջում, քան իրենք կարող են, ապա 7-ը կարող է ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ, սկսի ճնշվածություն ցուցաբերել, ինքը հիասթափվի ինքը իր սեփական անձից, մտածի, որ ինքը անկարող է ինչ-որ բան անել և դա ամենավատ ուրեմն սցենարը կարող է լինել նրա համար, որովհետև 7-ը ընդհանրապես ունի նաև հնարամտության և տարբեր իրավիճակներից դեպի լույսը գնացող ճանապարհները հեշտ գտնելու ունակություն և եթե 7-ը ինչ-որ մի խորհուրդ է տալիս, պարտադիր շրջապատի անձինք ոչ թե պետք է քննադատաբար վերաբերվեն դրան, այլ պետք է հաշվի նստեն, որովհետև այն, ինչ կարողանում է ուրեմն զգալ և տեսնել 7 թվի տակ ծնված մարդը իր ուրեմն բնատուր հատկություններով, դա չի կարող նկատել, ասենք, մեկի, երկուսի, երեքի կամ չորսի կամ մյուս թվերի տակ ծնվածները, ուստի ընդհանրապես 7-երը շատ հետաքրքիր են իրենց տեսակով, կառուցվածքով, նրանք հետաքրքիր փայլ ունեն իրենց դեմքին և նրանց ձայնը նույնիսկ տարբերվում է, շատ երաժշտասեր են, սիրում են երգել, պարել, նվագել, ինչու ոչ, արվեստի ճյուղերից և ուրախությունը նրանց համար կրկնապատկում է նրանց ուրեմն դրական էներգիաները և նրանք կարողանում են այդպիսով ինքնադրսևորվել և հասարակությունը, ընդհանրապես շրջապատը միշտ ունենում է նման մարդկանց կարիքը և եթե հավաքույթների ժամանակ այս թվի տակ ծնվածները բացակայում են, ապա տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մի բան պակաս է կամ այն չէ։ 7-երը կարող են ընդհանրապես չխոսել, բայց միայն նրանց ներկայությունը բավարար է, որ մարդիկ իրենց ապահով զգան այս մարդկանց կողքին, կարևոր չէ հենց անմիջապես կողքը լինել, իրենց մեջքին զգալով 7 թվի էներգիա ունեցող մարդու ներկայությունը նրանք նրա շրջապատի անձինք շատ ապահով են իրենց զգում, սա ևս 7 թվի ունիկալ բնավորության ունիկալ գծերից մեկն է, որ պետք է 7 թվի ծնվածը իմանա իր մասին և 7 թվի տակ ծնվածները ունեն նաև մեկ այլ հատկություն, որ կարող են ոգեշնչել մարդուն այն աստիճան, որ մարդը կարողանա անհնարինը հնարավոր դարձնել և նրանք ունեն այդ բացառիկ տաղանդը մարդուն ոգեշնչելու, օգնելու, պատվանդան դառնալու, հենարան դառնալու և նրանք շատ հուսալի մարդիկ են իրենց տեսակով և ընդհանրապես չեն սիրում, երբ իրենց ուրեմն նսեմացնում են կամ փորձում են կոտրել իրենց ուրեմն բնավորության գծերը, այսպես ասած, իրենց ենթարկեցնելու համար, ուստի 7-երի հետ հարկավոր է ընկերանալ, ինչքան շուտ ընկերանաք, այնքան շուտ կկարողանաք օգտվել նրանց ուրեմն դրական ներկայությունից և այս մարդիկ ուղղակի լույս աշխարհ են գալիս մարդկանց կյանք դեպի մարդկանց կյանք լույս և հնարավորություններ բերելու համար։ 7 թվի ծնվածների համար շատ կարևոր է, իդեպ ասեմ, որ նրանք ժամանակ առ ժամանակ առանձնանալու ցանկություն են ունենում, մենակ մնալու, այսպես ասած, ցանկություն են ունենում, բայց դա ոչ թե նրա համար է, որ իրենք հոգնել են շրջապատից կամ մարդկանցից, այլ ուղղակի նրանք սիրում են ժամանակ առ ժամանակ առանձնանալ, իրենց մտքերը կարգավորելու, այսպես ասած, տեղավորելու, հերթականությունը իրենք իրենց համար ուրեմն ֆիքսելու համար և եթե շրջապատի մարդիկ փորձեն ուրեմն չհասկանալ այդ մարդկանց այդ հակումը, ապա դա կարող է բացասական ուրեմն ազդեցություն ունենալ 7 թվի ծնվածների համար, նրանց պետք է վստահել, նրանց պետք է հավատալ, պետք չէ կասկածանքով վերաբերվել, որովհետև նրանք բավական անկեղծ են, չեն սիրում խաբել, չեն սիրում ինչ-որ բաներ հորինել, եթե 7-ը սկսում է ինչ-որ բաներ հորինել, դա խոսում է այն մասին, որ ինչ-որ ներքին ինքնագնահատականը սկսել է իջնել, սա ազդակ է ուրեմն այս թվի տակ ծնվածների համար հասկանալու, որ ինչ-որ բան իր ներսում այն չէ, ինչ-որ բան
բանից ինքը իրեն զգում է չհասկացված։ Հակառակ դեպքում 7-ի տակ ծնվածները սիրում են շատ դիպուկ և խելացի կարճ խորհուրդներով օգնել մարդուն և այնպիսի խորհուրդներ տալ, որը որ կարող է ուրեմն երկար փնտրող անձը, որը ինչ-որ մի ելք է փնտրում ինչ-որ իրավիճակից դուրս գալու, կարող է երկար փնտրել, չգտնել, բայց 7 թվի ուրեմն ծնված մարդը ունի այդ հնարավորությունը, որ շատ կարճ ժամանակում կարող է հասկանալ, թե դիմացինին կոնկրետ ինչ էր պետք տվյալ հարցը լուծելու, կարճ լուծելու համար և շատ դիպուկ ու կարճ խորհուրդներով ինքը կարող է ուրեմն դիմացինին դուրս հանել այդ ծանր հոգեվիճակին, բայց սա խոսում է նաև այն մասին, որ 7 թվի տակ ծնվածները թեև իրենք կարող են լինել ուրիշի համար պատվանդան, օգնել մարդկանց աճել, օգնել մարդկանց ուրեմն դառնալ մարդկանց համար հենարան, թիկունք, շատ դրական այդ հատկություններից հետո, եթե նրանք հասկացված չեն լինում իրենց շրջապատում, ընտանիքում, երեխաների կողմից, մեծերի կողմից, ծնողների կողմից, նրանք կարող են դառնալ կամակատարներ, հենց այսինքն դիմացինի ցանկացած ուզած կատարեն, որպեսզի դիմացինը նրան գովի, որպեսզի այդ գովելու ուրեմն շնորհիվ նա կարողանա բավարարել դիմացինի ուրեմն պահանջմունքը, բայց դա խոսում է այն մասին, որ 7 թվի տակ ծնվածը ինչ-որ խնդիր ունի իր մեջ, չհասկացված լինելու և փորձեք բացել, փորձեք հարցնել, հարցերի միջոցով փորձեք հասկանալ ինչը դուր չի գալիս նրանց, որովհետև հոգու խորքում նրանք սկսում են իրենց միայնակ զգալ և այսպես ասած չհասկացվածությունը իրենց աչքում սկսում է ինքնագնահատականի նվազեցում տեղի ունենալ և աուռան կծկվելով այդ տվյալ անձին դնում է սեփական ուրեմն անձը նսեմացնելու ուրեմն ճանապարհին, ինչը պարզապես կործանարար է 7 թվի տակ ծնվածների համար, ուստի սիրելի 7-եր, 16-ին և 25-ին ծնվածներ, կարողացեք ձեր կարևոր չէ ինչ մասնագիտություն ունեք, ինչով եք զբաղվում, ինչպես եք գումար վաստակում, ինչ մասնագիտություն եք սիրում, ընտրել, աշխատեք իմանալ, որ դուք այն անձն եք, ով ամենալավը կարող է կատարել ուրեմն իրենից պահանջվող այդ գործը անկախ աշխատանքի վայրում, տանը և այլն, բայց դուք շատ լավ ընկերական միջավայր կարող եք ստեղծել և երբեք թույլ մի տվեք, որ դուք դառնաք ուրեմն ընկերների, այսպես ասած, կապրիզների կատարողը, որովհետև մարդիկ կարող է դուք մարդկանց կողմից չհասկացված լինեք և հետագայում դա կարող է վնասել ձեզ ինքնագնահատականի նվազեցման միջոցով արտահայտվել, ինչը կարող է արդեն ուրեմն դեպրեսիաների պատճառ հանդիսանալ, ի դեպ ասեմ, որ այս թվի տակ ծնվածները բավականին դեպրեսիայի մեջ ընկնելու ուրեմն հակում ունեն և որպեսզի կարողանաք խուսափել նման իրավիճակներից, միշտ հիշեք, որ դուք այն անձն եք, ում հետ մարդիկ իրենց ապահով են զգում, լավ են զգում, դուք տարածում եք դրական աուռա և միշտ չէ, որ դուք ուրեմն ձեր ներկայությամբ մարդիկ իրենց շատ բավարարված են զգում, անկախ նրանից ձեր ֆինանսական վիճակից, եթե դուք կաք, ապա ուրեմն դա նշանակում է, որ շրջապատը մի տեսակ ապահովության զգացումով է լցվում և դա է ձեր ունիկալությունը և այն, որ դուք կարող եք մարդկանց ուղղակի սատարել անշահախնդիր, առանց ինչ-որ հետին մտքերի և այլն, իսկ եթե հանկարծ սկսում եք մտածել, որ սկսում եք հաշվարկել, որ դուք արեցիք, նա չարեց, ապա սա հենց թակարդ է ձեզ համար և պետք չէ նման թակարդների մեջ ընկնել, օգնեք, եթե ուզում եք օգնել, հարցրեք ձեր սրտին, ամենաճիշտը ձեր սիրտը ձեզ ուրեմն ուղղություն կտա և եթե ձեր սիրտը իրեն ավելի ապահով է զգում այս կամ այն գործողությունը անելուց, արեք, բայց երբեք մի ապրեք մարդկանց գոհացնելու համար կամ
մի արեք այն ամեն ինչ ինքներդ սրտանց չեք ուզում, բայց ստիպված եք անում, որպեսզի շրջապատին գոհ հասնեք, դա կործանարար է ձեզ համար։ Արեք այն, ինչ որ ուզում եք, արեք այն, ինչ որ ձեր հոգուն, մտքին և խղճին հարմար է տվյալ պահին, և քանի որ դուք շատ բարի եք և չեք սիրում վնասել ոչ մեկին, ուրեմն մի կորցրեք ձեր փայլը, որտև հակառակ դեպքում, եթե դուք ընկնեք ինչ-որ թակարդների մեջ, ենթադրենք նախանձի կամ նման ինչ-որ բացասական էներգետիկ հոսքերի մեջ, ապա դուք բավականին էներգիա կկորցնեք, ինչը ի վնաս ձեզ է։ Մի ապացուցեք ոչ մեկին ոչինչ, մի ցույց տվեք, որ դուք սա կարող էիք անել, արեք շատ հանգիստ, առանց ավելորդ ցուցադրությունների, որտև այդ ցուցադրելու հատկություն, եթե հանկարծ դրսևորվի, ապա դա խոսում է այն մասին, որ ուզում եք ինչ-որ ձեր կողմը ձեր գործողություններով մարդկանց ապացուցել, որ դուք լավն եք, բայց դա ձեր խնդիրը չի, դա շրջապատի խնդիրն է, մարդիկ ձեզ տեսնում են այնպիսին, ինչպիսին դուք կաք և բոլորովին պարտադիր չէ, որ դուք փորձեք, չգիտեմ, ենթադրենք օրինակի համար, ինչ-որ մեքենայի մարկան փոխելով, փորձեք շրջապատին ապացուցել, որ դուք դա կարող էիք, դուք իհարկե դա կարող եք անել, սակայն դա պետք չէ ի ցույց դնել, ի ցույց դնելը հենց թակարդ է ձեզ համար, որովհետև դուք ի վիճակի եք անհասանելի բարձունքների հասնել ձեր համեստությամբ, ձեր հեզությամբ, ձեր աշխատասիրությամբ և ձեր ներքին փայլով։ Գնահատեք ինքներդ ձեզ, ճանաչեք ինքներդ ձեզ և եղեք առողջ, այդ դեպքում կփայլեք և դուք, ինչպես նաև շրջապատը կսկսի օր-օրի ավելի գնահատել ձեզ։ Եղեք առողջ, այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ առայժմ։